19-ամյա վարորդը, որ փորձում էր իր պնդմամբ նվաստացնել Nissan Magnich-ի մեքենայի վարորդին վազանց կատարելով, կասեցված վարորդական իրավունք է ունեցել, բայց միևնույն է նստել է մեքենայի ղեկին։ Ինչ անենք, նվաստացնենք, ինչ անենք, մտքրենք։ Մինչ տղայի կողքին նստած 21-ամյա ընկերը հորդորում էր չվախենալ, ամեն ինչ այսպես ավարտվեց։ Վախենաս։ 3 վնասված մեքենա և 4 տուժած։ Հարվածը եղավ 53 համարյա ավտոբուսին, Միասնիկյան պողոտայում կենդանաբանական այգու դիմաց։ Դա վերածվեց ևս 2 մեքենայի մասնակցությամբ շղթայական վթարի։ Մարմնական վնասվածքներ էին ստացել 19-ամյա վարորդն ու նրա 21-ամյա ուղևորը, 1 հոգի ավտոբուսից, 1 հոգի էլ նրանց հարվածած 3-րդ մեքենայից։ 19-ամյա տղան ավտոբլոգեր է, համացանցում հաճախ է հանրայնացնում մեքենաներին առնչվող հոլովակներ։ Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո հրապարակված հոլովակում կարծես թե հպարտ էր իր արարքով։ Մինչև մի որոշ ժամանակ չնստեն ու խեղդերը գլուխերը չառնեն, մշտապես հանրության համար վտանգ են ներկայացնելու։ Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել 2 հոդվածներով։ Ուրբն Mercedes Magnich-ի ավտոմեքենան ճանապարհատրանսպորտային պատարի ժամանակ վարել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում։ Ուստի քննչական վարչությունում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ, քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով եւ միացվել նախաձեռնված քրեական վարույթին։ Վերջին հոդվածը վերաբերում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելուն։ Իդեպ դատական տեղեկատվական համակարգում երևում է տղայի հայրը։ Նա ևս մի քանի անգամ ներգրավված է եղել ճանապարհատրանսպորտային հիմքով դատական գործերի մեջ։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։